Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Քույր կամ եղբայր ունես, իրար հետ համերաշխեք, թե երբեմն վիճում և վատ բառեր եք իրար ասում։ Իսկապես, մենք պետք է սովորենք, թե ինչպես միմյանց հետ համերաշխ լինել։ Հակոբի ընտանիքում դեռևս սա չէին սովորել։ Նրանց պատմությունը կարդում ենք Աստվածաշնչում։ Պատկերացրեք, նրանք 12 եղբայր էին։ Շատ բան էր կատարվում նրանց տանը։ Բավական է։ Հովսեփը միշտ լավագույն վերաբերմունքին է արժանանում։ Այս ճստիկը միշտ ստանում է իր ուզածը։ Մենք քրտնաջան աշխատում ենք, իսկ հայրիկը նրան է տալիս, ինչ ուզում է։ Ախ, այդ փսլնքոտը, տեսել ես դրա նոր վերարկուն, հայրիկն է տվել։ Հայրիկը նրան ավելի շատ է սիրում, քան մեզ։ Սա ճիշտ չէ։ Եղբայրները նախանձում էին։ Երբևէ այդպես մտածել կամ խոսել ես։ Քո սրտում նախանձը վատ հետևանքներ կառաջացնի։ Այն նման է ճյուղի, որը միայն տալիս է վատ պտուղ, ագահություն, ատելություն, կռիվ։ Լավագույնը միանգամից Հիսուսին դիմելն է և նրան խնդրելը, որ հանի նախանձը մեր սրտից։ Հովսեփի եղբայրներն իրենց նախանձի համար Աստծուց ներում չխնդրեցին, և նախանձը գնալով ավելի ու ավելի էր մեծանում նրանց սրտում։ Նրանք ատում էին Հովսեփին և արհամարհում էին նրան։ Հովսեփը վիրավորվում էր դրանից և իրեն օտար էր զգում իր իսկ տանը։ Դրա հետ մեկտեղ նրան ծաղրում էին։ Սակայն նա նրանց արարքներին պատասխան չէր տալիս։ Աստված նրան զորություն էր տալիս այդ ամենին դիմանալու։ Աստված երազի միջոցով խոսեց Հովսեփի հետ։ Հաջորդ առավոտ նա իր եղբայրներին պատմեց դրա մասին։ Ես երազում տեսա, թե ինչպես էինք ցորեն հավաքում և խրձեր պատրաստում։ Հանկարծ իմ խուրձը հայտնվեց մեջտեղում, իսկ ձեր խրձերը խոնարհվեցին իմ խրձի առջև։ Ինչ է դա նշանակում։ Մեր թագավորն ես ուզում դառնալ։ Դրանից հետո ես տեսա, որ արևը, լուսինը և 11 աստղերը խոնարհվեցին իմ առջև։ Լռիր, երասկոտ, դու քո մասին մեծ կարծիք ունես։ Ավելի լավ կլիներ, որ Հովսեփը չպատմեր, թե Աստված ինչ է ասել նրան իր երազների մեջ, քանի որ դրանից հետո իր եղբայրներն ավելի ատեցին նրան։ Նրանք նույնիսկ երազում էին, որ նա այլևս չապտի։ Տեսնում ես, թե նախանձն ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նույնիսկ Հովսեփի հայրը նրան հանդիմանեց պատմած երազների պատճառով, սակայն Հովսեփը երազները մոռանալ չէր կարողանում։ Ինչ է այս ամենը նշանակում։ Այս մասին ավելին կիմանաս հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։